Բարև ձեզ, սիրելի գավառցիներ ջան։ Ճիշտ ասած, մինչև բեմ բարձրանալը անկեղծ եմ ասում Ժողովուրդ ջան։ Ուզում եի հասկանալ, լավ որն այն բառը, որ ամենահավաքական, դիպուկ, գեղեցիկ ձևով կբնութագրի մեր գավառցիներին, ու ես հասկացա դա քաղցրն է։ Ժողովուրդ ջան, դուք քաղցր մարդիկ եք, դուք շնորհքով մարդիկ եք, դուք տաղանդավոր մարդիկ եք, մենք ընդհանրապես հայերս տաղանդավոր, ուժեղ ազգ ենք, մենք ոնց կարանք թույլ լինենք, ժողովուրդ ջան, ընդհանրապես, երբ մարդիկ հոգնում են ստերից, ակնկալում են իրական արդյունք, երբ մարդիկ հոգնում են պառակտումներից, ակնկալում են համախմբում, թե իրական արդյունք տվողը, թե համախմբողը ուժեղ Հայաստանն է, այո։ Ժողովուրդ ջան, 2021 թվականին Գավառում օրվա իշխանությունները եկել են, խոստացել են լավ ապագա, որը հերթական անգամ խաբել են մեր հայրենակիցներին։ Ստերը ու կեղծիքները ուղեկիցն են վերջին 5 տարվա։ Պատկերացրեք, ասել են, որ աղքատությունը պետք է կրճատեն 2 անգամ։ Ստերը։ Ասել են, որ զբաղվածության հետ կապված խնդիրները լուծելու են։ Ստել են։ Ասել են, որ ընդհանրապես մեր դեմոգրաֆիական ծնելիության հետ կապված հարցերը պետք է լուծեն, պետք է մենք այդտեղ պրոգրես ունենանք, չունենք։ Ժողովուրդ ջան, ուժեղ Հայաստանը ասում է, 300,000 աշխատատեղ պետք է ստեղծվի, երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Պետք է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացվի, երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Մեր հասարակությունը պետք է լինի բարեկեցիկ։ Ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում, չկա մի հատ պատճառ, որ կարողանան ասել, թե ինչի հայ ազգը չպետք է լինի բարեկեցիկ, չպետք է ապրի լավ, չպետք է ապրի արժանապատիվ, պետք է լինի ուժեղ, այո։ Ժողովուրդ ջան, վերջին 8 տարիները հավաքական իմաստով մեզ տվել են տարբեր ապօրինություններ, քաղաքական հետապնդումներ, վախի մթնոլորտ, այդ ամեն ինչը թողելու ենք անցյալը, մոռանալու ենք դրա մասին, պարտությունները մոռանալու ենք, ունենալու ենք ուժեղ երկարաժամկետ կայուն խաղաղություն, կրկին երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Մենք ունենալու ենք Հայաստանում համանելու, մենք ունենալու ենք մարդասիրության վերականգնում, մեր մեջ այդ պառակտումը ատելությունը չի լինելու, ժողովուրդ ջան, չի լինելու այլևս, չի լինելու։ Մի հատ բան էլ առաջարկեմ, ժողովուրդ ջան, եկեք մի պահ պատկերացրեք այն իրականությունը, որ հիմա ունենք, հունիսի 7-ին հաջորդող փոխվում է ու վարչապետ է լինում Սամվել Կարապետյանը։ Մի հատ մի պահ պատկերացրեք այսօրվա վիճակը ու վարչապետ Սամվել Կարապետյանը։ Սամվել վարչապետ! Մենք ասենք փոփոխությունները, դուք ասեք գալիս են։ Փոփոխությունները, 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 այո, ժողովուրդ ջան, հունիսի 7-ին հրաթերթիկ համար 3 հանուն փոփոխությունների, հանուն բարեկեցության, հանուն հարուստ, ուժեղ Գավառի, այո։